Մեծ ջիքեր չպահանջվեցին, որովհետև այդ 3 միլիարդը վստահաբար գոյացել է, այդ թվում նախկինում ձեր եւ ձեր շրջապատի մարդկանց հարկերից խուսափելու մեխանիզմը գործարկելուց։ Դրա համար է, որ ձեզ տենց մռմռացրել է դա։ Երկրորդը, հեշտությամբ, որովհետև ես գիտեմ, որ այդ թվում Հայաստանում կա ավանդույթ, ենթադրում եմ, այսօր ձեր խմբակցությունում էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից, համենայն դեպս նախորդող շրջան եւ իմիջայլոց, ես ինչքան գիտեմ, քրեական գործեր կա, որ այդ թվում Հանրապետության ղեկավարած անձի ընտանիքի անդամը, ասենք, այդ ճամպրուկով փողը մտնում էր կառավարություն կամ նախագահի աշխատակազմ ու բաներով, ասենք, օրինակ պատկերացնում եք, ինչ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան մի հատ դուրս պրծուկից ծրարով փող ստանում, մի հատ էլ բան պետք է անի, երևի ձեռն էլ պետք է փաչեր։ Ես պատասխանատու ասում եմ, 2018 թվականից էսկոմ, իմ վարչապետ ընտրվելու օրից էսկոմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունում այդպիսի բան չի եղել եւ չի լինելու։ Եվ ես կարծում եմ, որ այո, այսօրվա կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը իր արձանագրած տնտեսական եւ բյուջետային արդյունքներով պետականությունը ամրացնելու իր ռազմավարությունը պետքա շարունակի։ Եվ այո, մեր պաշտոնյան չպետք է ենթակա լինի որևէ կողմնակի, բայց սովորել եք, հա, որ օլիգարխները դռները քացով տալով մտնեն պաշտոնյաների դուր, ոտերները կջարդենք։ Հələ թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենալ յուրաքանչյուր պետական օրգանի եւ պետական ինստիտուտի, ոտերները կջարդենք։ Երկրորդը թոշակառու տատիկների եւ պապիկների մասին։ 2018 թվականից մինչև օրս թոշակները բարձրացել են մի քանի անգամ տարբեր որոշումներով, նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է։ Այստեղ բարդությունը ես ուզում եմ մենք բարձ հասկանանք ինչի մեջ է, որովհետև թոշակառուն 470,000, 500,000 մոտ եւ նպաստառու։ Ինչ? Նպաստառու եւ թոշակ, ես 2018-ի թիվն եմ ասում։ 660,000 մարդու մասին է խոսքը։ Եվ մենք թոշակառու տատիկներին ոչ թե 10,000, 100,000, 200,000, 500,000, 1 միլիոն դրամով ենք բարձրացրել Տիկին Ավանեսյան։ Առողջության ապահովագրության մասով։ Մենք այսօր 65 տարեկան եւ բարձր տարիք ունեցող թոշակառուներին տասնյակ միլիարդներ ենք ուղղել պետական բյուջեից, որպեսզի մեր սիրելի տատիկների եւ պապիկների հոգսերը հոգան։ Ընդ որում ծառայություններ, որ նրանք նախկինում անվճար երբեք չեն ունեցել, երբեք Հայաստանի պատմության մեջ։ Մենք երբ որ հետազոտել ենք այդ թվում մեր սիրելի տատիկների եւ պապիկների կարիքները, տեսել ենք, որ իրանց առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կարիքը առողջապահությունն է եւ մենք տասնյակ միլիարդներ ենք ուղղել դեպի առողջության ապահովագրություն։ Մենք անկախիկ առևտրից հետ վճարի համակարգով միլիարդներ ենք ուղղել դեպի թոշակառու մեր տատիկները եւ պապիկները թիվը հիմա ծրագրի սկզբից մինչեւ հիմա, ասենք 32, այս տարի էլ ինչքանով ենք ավելացնել։ Այսինքն տասնյակ միլիարդների մասին է խոսքը եւ երկրորդը այո, պետական պաշտոնյան, որովհետեւ ինչ է ալնում, այստեղ դուք էլ հարց եք տալիս, ստեղ էս խնդիրը կա, ոնց եք լուծելու, ստեղ են խնդիրը, պետական պաշտոնյան պետք է լինի գերկենտրոնացած իր աշխատանքի վրա եւ զերծ որևէ կողմնակի ազդեցությունից, Այդ թվում գիտեք ինչ, հիմա կարող է լավ չլինի ինչ էլա, այդ թվում պետք է որոշակի նաեւ հարազատների, բարեկամների, տարբեր խնդիրների առաջ խեղճանալու տրամաբանություն։ Պետք է կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Այո, թալանացը ձեզանից հավաքել ենք եւ բաշխել ենք, թալանացի 0.00, թալանացից հավաքածի 0.000.1%-ը
հավաքել ենք եւ բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա, որովհետեւ մենք մեր սեփական միշիկը չունենք ու չենք ուզում ունենանք, որ մտնի պաշտոնյաներին բան անի, ծրարով փող տա եւ այլն եւ չենք էլ ունենալու։ Եվ այո, ճիշտ ենք արել, սրա արդյունքի շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, նախ առաջարկում եմ ավելի հանգիստ ոճով եւ տոնայնությամբ պատասխանել հարցերին։ Այս ընթացքում ես կարդում էի, որ մի ճապոնացի պարգևավճար իր կրճատել են, ղեկավարին սպանել է։ Մտածում եմ, կարող է ձեր նախարարները սամուրայներ են, դուք էլ քանի որ հայտնի կյանքեր փրկող եք, գնացել եք այդ խիզախ քայլին, սա իհարկե հումոր է, հիմա իրականություն է եւ մռմռալու մասով։ Ես հասկանում եմ, որ այս հարցը ձեզ շատ մռմռացնում է, որովհետև այս հարցը հուզում է Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներին եւ դուք շատ լավ գիտեք դրա մասին։ Դուք որ շատ լավ գիտեք դրա մասին։ Իրականությունը, պարոն Փաշինյան, նա է, որ դուք դավաճանել եք ժողովրդին, որովհետև 2018 թվականին դուք ժողովրդին խոստացել եք բարեկեցություն, բայց միայն ձեր իշխանավորների բարեկեցությունն եք ավելացրել։ Ֆիզիկայի մեջ գոյություն ունի լույսի արագություն, չէ, ամենաարագ արագությունն է։ Դուք նոր չափման միավոր եք ստեղծել ձեր իշխանության հարստացման արագություն, լույսի արագությանը հավասարազոր։ Ես հասկանում եմ, լռեք եք, որ խոսում ենք, լռեք եք, որ խոսում ենք, լռեք։ Ավարտվել է ժամանակը։ Ես հասկանում եմ, որ այս հարցերը ձեզ շատ անհանգստացնում են եւ լավ եք անում, որ անհանգստանում եք։ Թալանացի մասով։ Թալանացը հավատում եք ժողովրդի ժամանակը չէ։ Ձեր մեջ մի բաժանեք։ Լրություն դալիճում։ Տիկին Խամոյան, կարծում եմ լավ առիթ է, որ ձեր խմբակցությունը ասի, թե ամիսը ծրարով ինչքան փող է ստանում Ռոբերտ Քոչարյանից եւ որտեղից նրան այդ փողը։ Երկրորդը, մենք մի րոպե հանգիստ։ Դալիճում լրություն։ Կոնկրետ մարդիկ կան, որ փաստագրված կոնկրետ միշիկից փող են ստացել ժամանակին, հիմա են նստած են այս դահլիճում։ Ծրարով։ Քրեական գործով տեսակում անունը պետքա տարվեր, հեսա հերթով կասեն, անուններ տվեք։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից այսքոմ ստեղծվել է մոտավորապես 230,000 աշխատատեղ։ Կոնկրետ թվերը մի քիչ պլյուս մինուս կարող լինի։ Երրորդը, բարեկեցության մասին եք խոսում, եկեք գնանք նայենք 2018 թվականի նախորդող 7 տարում Հայաստանից քանի մարդ է գնացել եվրոպական պետություն տուրիստի կարգավիճակով կամ ընդհանրապես Հայաստանից արտագնա քանի մարդ է գնացել, քանի մարդ է ավիատոմս գնել եւ հիմա նայենք 2018 թվականից հետո։ Բարեկեցություն է, բա ի՞նչ է։ Բա ով ասում, բա երկրի հնան 18 թվից այսքոմ 52%-ով աճել է։ Չի կարող այդ բարեկեցություն չլինի։ Ինչ վերաբերում է մեր հարստություն, ցույց տվեք մեր հարստությունը։ Որտե՞ղ է մեր, ով է, բացառում եմ ես դա։ Չի կարող այդպիսի բան լինել, դա մերկապարանոց հայտարարություններ են։ Էլ չեմ անում, եթե 2018 թվին, երբ որ աղմուկ էր եղել մարզպետների աշխատավարձի հետ կապված, ես այդ ժամանակ այցի էի, չեմ էլ հիշում որտեղ էի այցի, գրեցի, ասի փոխանակ մարդիկ ուրախանան, որ մարզպետները 300,000 դրամի